Երբեք չմեկնեք Հռոմ եւ Միլան, եթե չգիտեք այս ամենը։ Ավիատոմսերի արժեքները ստուգեք ու համեմատեք այս հարթակներում ինկոգնիտո եղանակով։ Ճշտեք ճամպրուկների չափսերը, երբեմն դրանք չափվում են այս ստանդարտներով։ Խուսափեք տաքսիներից։ Իտալիայում մի քանի անգամ ավելի թանկ է, քան Երևանում։ 5 օրում մենք ծախսել ենք մոտավոր 130,000 դրամ։ Ընտրեք հյուրանոց, որը մոտ է մետրոյի կայարաններին։ Հաշվի առեք, որ հյուրանոցում վճարելու եք նաև քաղաքի հարկ։ Անձը մոտ 8,000 դրամ մեկ օրվա համար։ Քաղաքից քաղաք արագընթաց գնացքի մեկ տոմսն արժե առնվազն 42,000 դրամ։ Մի քիչ մատչելի եւ արագ կարող է լինել օդանավով թռիչքը։ Ներբեռնեք Google Maps-ը եւ Omnion հարմար երթուղիներն իմանալու համար, ինչպես նաև Veloesime արագ ու անխափան ինտերնետի համար։ Իդեպ RAFI 66086 պրոմոկոդով կստանաք զեղչ։ Կենտրոնական ռեստորաններում ամեն ինչ թանկ է, իսկ սպասարկումը դանդաղ։ Կարող եք օգտվել արագ սննդի կետերից եւ պիցերիաներից։ Ծանր ճամպրուկներով քաղաքում շրջելուց խուսափելու համար ճամպրուկները կարող եք թողնել մոտակա պահոցում։ Հավելվածը կոչվում է Bounce։ Եվ ամենակարևորը, ճամփորդելիս ունեցեք լեզուների լավ իմացությամբ ընկեր։ Օրինակ ինձ նման։ Don't tell me what to do. Նաև ուղարկեք այս տեսանյութը ճամփորդել սիրող ձեր ընկերներին, որ չկորցնեք։